Ողջույն սիրելի հետևորդներ, ողջունում եմ ձեզ մեր ալիքի եթերում։ Այսօր մեր մոտ ձմեռ է, դեկտեմբերի 22-ն է, արդեն ձմեռային արևադարձը եղել է։ Մենք ինչ ենք անում այսօր հողամասում։ Չնայած որ ձմեռ է, միևնույն է մեր մոտ տաք հարևային օր է։ Ուրեմն հողը վարել ենք արդեն, պատրաստել ենք, որ այսօր պիտի սերմցանեմ, բայց ուզում եմ խոսել այն պարարտանյութերի, այն միացությունների մասին, որոնք արդեն տվել ենք հողին այս օրերի ընթացքում։ Ուրեմն ինչ ենք տվել հողին։ Առաջինը, որ դա տվել ենք, դա ամոֆոսն է, որը իր մեջ պարունակում էր 10% ազոտ, մնացած 60%-ը իր մեջ ֆոսֆոր էր պարունակում։ Սա արել ենք նրա համար, որպեսզի այս ընթացքում միջև գարուն այդ էլեմենտները ամբողջությամբ հողի մեջ կարողանան ներծծվել եւ հողը կարողանան հարստացնել։ Իհարկե նաև տվել ենք նաև քլորային կալիում, խլորիստի կալի, այդպես է կոչվում։ Դա նույնպես շահ ենք տվել հողի մակերևույթին եւ այնուհետեւ վարել ենք, քանի որ ինքը տեղաշարժվող էլեմենտ չէ, այսինքն վերևի մակերեսից ինքը ներքև չի կարող իջնել, դրա համար անպայման պետք է իր զարգացման համար, իր հողը հարստացնելու համար անպայման հողի մեջ լինի։ Եվ իհարկե տվել ենք սովորական ազոտական պարարտանյութ։ Ազոտական պարարտանյութն էլ տվել ենք նրա համար, քանի որ կհիշեք, որ գարնանը մենք հողի երեսը ծածկել էինք այսպես սալոմներով։ Սրանք հիմա մենք հողը բերքը հանելուց հետո թողել ենք հողի մեջ եւ հենց այդպես էլ վարել ենք։ Սրա փտման համար պետք է որ հողից նա ազոտ վերցնի եւ որպեսզի հողը ազոտից չպակասի, այսպես ասած հարուստ մնա ազոտով, արդեն նախորոք մենք տվել ենք մեր ազոտը, որպեսզի փտման ընթացքում հողից լրացուցիչ ազոտ չվերցնի։ Սա նախնական պատրաստությունն է, որ արել ենք հողին, այս տարի դեռ գոմաղ բան չէ, այդպիսի բաներ դեռ չենք տվել, միայն այն ինչ որ թվարկեցի, եւ ինչ ենք պատրաստվում այս պահի դրությամբ անել։ Այս պահի ես որոշել եմ ցանել մի փոքրիկ այսպիսի սպանախի սերմեր, սրանք նախորդ տարվանից մնացած իմ սպանախի սերմերն են, ցանելու եմ նաև այս տարի, այսինքն կարելի ասել 2025 թվականի փետրվարին եմ ցանել եւ արդեն դեկտեմբերին եմ ցանելու։ Մի փոքր հատված սրանցից եմ ցանելու եմ նաև բազուկներ։ Ցանքի համար տեսանյութ ունեմ առանձին, կարող եք տեսնել էջում սպանախի ցանքը։ Ես հիմա սա ցանեմ վերջացնեմ ու միանամ ձեզ արդեն բազուկի ցանելու process-ը ձեզ ցույց տամ։